Դավիթի հետ ես չհասցրեցի տեսակցեմ, որտեղ դեռևս Դավիթին հենց նոր տեղափոխել էին կարանտինային բաժին։ Մենք ընդամենը հիվանդանոցում Դավիթին տեսանք, գիտակցության էր այդ պահին արդեն Դավիթը, բայց ցավով ասեմ, ընդամենը 2 րոպե տևեց Դավիթի հետազոտությունները, անգամ չհասցրեցինք, որ ասենք խնդրեցինք սպասեք բժիշկներին, մինչև որ բժշկական փաստաթղթերը բերեն, որպեսզի դուք էլ հասկանաք, թե ինչի մասին է խոսքը, միգուցե լրացուցիչ հետազոտության կամ ինչ-որ բանի կարիք ունի, բայց անմիջապես Դավիթին տեղափոխեցին նորից Արմավիր ՔԿ, բայց կարող եմ ասել, որ արդեն գիտակցության էր Դավիթը։ Արմավիր ՔԿՀ-ում մյուս պաշտպանը մնաց այնտեղ, ուղղակի ծնողական չաթից տեղեկացա, որ այսօր ծնողները հիմա էլ այստեղ են երեխաների հետ հավաքում, ես հիմա եկել եմ այստեղ որպես ծնող, որպես փաստաբան չեմ եկել։ Այդ Արմենը մի քիչ հետո Մելքոնյան Արմենը Դավիթին կտեսակցեր, արդեն նոր կիմանայինք իր վիճակը, բայց ասեմ, որ մայրը մտավ, որպեսզի բժիշկներին փոխանցի բժշկական փաստաթղթերը եւ դեղերը եւ կարողանա այնտեղ նկարագրել, թե տղայի վատանալու, Դավիթի վատանալու պարագայում ինչ բուժօգնություն կպետքա ցույց տալ։ Տիկին Էլբակյան, քիչ առաջ նաև նոր տեսանյութ տարածվեց, թե ինչպես է պետական պահպանության ծառայողը եկեղեցու ներսում հարվածում Դավիթին, արդյոք այդ կադրերը կալանքի միջնորդության քննության ժամանակ քննության առնվել են եւ ինչ դիրքորոշում է հայտնել դատավորը։ Դատավորը, չէ, դա այդ տեսանյութը մեզ այսօր են տրամադրել։ Եվ մենք տարածել ենք այդ տեսանյութը միջնորդությամբ վարույթն իրականացնող մարմնին կներկայացնենք, որպեսզի զննվի եւ կցվի գործին, թեպետ չեմ կարծում, որ շատ մեծ բան փոխվելու է, բոլորիս համար էր դա ակնհայտ, որ Դավիթին հարվածել են, երբ որ մենք հարցրեցինք հարցուպատասխանի ժամանակ, որտեղ այն տեսանյութերը, որ իրենք էին զննել, բնականաբար այդ մասին չկար, իսկ այն մասը, որ 2 տեսանյութ էլ մենք ներկայացրեցինք, այնտեղ ուղիղ հարվածի պահը չկար, բայց Դավիթի ընկնելու վերկենալու պահը կար, այսինքն մեզ նման տեղեկատվություն, նման տեսանյութ հայտնի չի։ Տիկին Էլբակյան, չնայած նշեցիք, որպես ծնող եք այստեղ ներկա, այս կառույցից, գլխավոր դատախազից ինչ ակնկալիքներ ունեք, արդյոք ձեր բողոքի ձայնը տեղ կհասնի, ինչ կարող է անել գլխավոր դատախազը։ Խափանման միջոցը փոփոխի։ Գլխավոր դատախազի, ոչ միայն գլխավոր դատախազի, գործը հսկող դատախազի բացառիկ իրավունքն է։ Խափանման միջոցը իր նախաձեռնությամբ փոփոխի։ Թող առաջարկեն գրավ, ընտանիքը գնա գրավի գումարը վճարի։ Մենք հիմա արդեն այսօր կփորձենք ամեն դեպքում հասցնել բողոքարկումը, որտեղ նաև այսօրվա խոզարկության որոշումը պետք է բողոքարկվի, այսօր արդեն պատրաստ էր նախկին խոզարկության որոշման բողոքարկումը, դա նույնպես այսօր արդեն փոստին կհանձնվի։ Ակնկալիքս որպես ծնող միայն դա է, այս ծնողները ընդհանրապես որևէ մեկը իրավական, իրավաբանության բոլորը բարձրագույն կրթությամբ կիրթ մարդիկ են երևի տեսնում եք։ Ուղղակի իրենց բողոքի ինչքան հասկացան ու գրածել էր, եկել ենք մենք այստեղ լռելային մեր որ ասում են լռելային ձայն բարձրացնենք, չգիտեմ էլ արդեն ինչպես խոսեմ, մեր պահանջը, խնդրանքը ներկայացնենք, որ ուղղակի Դավիթի խափանման միջոցը փոփոխվի։ Այլ խնդրանք այս մարդիկ, ես որպես ծնող եւ այս մարդիկ չունեն սպանում։ Դատախազի հետ հանդիպում պահանջելու եք, թե ոչ։ Դա անիմաստ է։ Դա անիմաստ եմ համարում։ Ուղղակի մեկ բան ասեմ, այստեղ ճանապարհին գալուց այնքան եմ ցավում։ Իրապես որպես մարդ եմ ցավում։ Այդ կարգի պաշտոնական այրի նկատի ունեք Տիկին Էլբակյան։ Վեդու դուք պատկերացնում եք Վեդու համայնքապետ պաշտոնատար անձ չարախոսելով հիացմունք եմ տեսնում նաև իր գրագրության մեջ դու կոշի վերջի զանգը կոշի գաղութում կդիմավորես Աստծո գործերը անքննելի են եւ որևէ մեկն էլ այսօր անպատասխան չի մնում իր կատարած արարքների համար։ Միայն դա կասեմ։ Եվ Տիկին Էլբակյան, մեկ հարց էլ էլի, արդյոք կարողացաք Արմավիր քրեակատարողական հիմնարկում պարզել, թե օրինակ ինչպես են հոգալու, որպեսզի Դավիթի ինքնազգացողությունը այլևս չվատանա, իր ալերգիայի հետ կապված ինչպիսի սննդամթերք պետք է ընդունի, դեղորայք ընդունի։ Անկեղծ ասած իրենք շատ զարմացան։ Երբ որ մենք ներկայացրեցինք ամբողջությամբ,
Եվ դա եւ այդ բոլոր բժշկական փաստաթղթերը եւ իրավիճակը, երբ որ մենք ներկայացրեցինք, ասեցին, իսկ ինչպես պետք է լինի։ Չգիտեմ, ես դրա դա հնարավոր չեմ։ Բժշկական կենտրոնից ովքեր որ ուղեկցում էին Դավիթին, մայրիկին հայտնեցին, որ տեղեկացրել ենք արդեն, քանի որ նշում էր դեղերը ամենտեղ չխմես դու ալերգիկ ես, ասում էին տեղեկացրել ենք արդեն, ինչպես են տեղեկացրել։ Ես ձեզ մի բան ասեմ, ես ամեն դեպքում չեմ կարող իմ դժգոհությունս հայտնել նաև այդ ուղեկցողներից անմիջապես երբ որ նկատել են, ես ինչքանով որ հասկացա, չեմ զրուցել իրանց հետ, ինչքանով հասկացա, հենց նկատել են, որ արդեն այդ շնչարգելությունը սկսվում է, դեռ ավելին ասեմ, փաստորեն հենց մցրել են, էդ էլ բժիշկներ ասցին նոր մտաբերեցի, ոտքերը հանել են վերև, որտեղ ուշքը գնացել է, բան այդ պահին փորձել են այդ միջամտություններ անեն, անմիջապես շտաբ օգնություն են հրավիրել եւ տեղափոխել էին հիվանդանոց։ Իրանք շատ օպերատիվ էին գործել այդ առումով, ասեմ։ Այստեղ հավաքվածները միայն Դավիթի դասընկերներն ու ծնողներն են դասարանից։ Երևի թե Դավիթի դասընկերներն են, ծնողներն են, այս մեր ծնողներն են, այնտեղ մի քանի հոգի կան, կարող է եւ հարազատներ են, ուղղակի մամուլից այդ քան որ ես ասեցի, այդտեղից են լսել, իրենք են։ Ու ինչքան հասկացա, որ երեխեքն էլ անդադ ասում էին գալիս ենք, ճանապարհին ենք, դե մեկը դասի է, մեկը աշխատանքի է, ամեն դեպքում այստեղ են։ Տիկին Էլբակյան, կալանքի միջնորդության քննության ժամանակ քննիչները ինչն են համարել հիմքը, որ Դավիթը պիտի 2 ամսով կալանավորվի, ինչ էր անելու, նորից գնալու էր պատարակների ժամանակ Սպիրենց Նիկոլ Փաշինյանին հարվածել, որ կալանքի են տալու։ 3 հիմքն էլ նշել են, կարող է դիմել փախուստի, կարող է խոչընդոտել քննությանը եւ կարող է նոր հանցագործություն կատարել։ 3 հիմքը։ Իհարկե առանց որևէ փաստաթղթի, որևէ հիմնավորման։ 3 հիմք դուք պատկերացնեք։ Իհարկե չգիտեմ դատարանը հիմա ինչ որոշում է կայացրել 3 հիմքի մասին, բայց թեպետ մի բան ասեմ, այս որոշման պարագայում ինձ թվում է մի 4-րդ հիմք էլ մտածած կլինեն։ Օրենքը 3 է նախատեսում, կարող է դատարանը 4-րդն էլ մտածած լինի։ Իսկ ինչպես է ստացվում, որ ըստ քննչական կոմիտեի կազմակերպիչը խոչընդոտողը գլխավոր, օրինակ բացակայելու արգելք եւ 5 միլիոն դրամի դիմաց ազատ է արձակվում, բայց 18-ամյա դպրոցականը պիտի կալանավայրում կրի։ Ժողովուրդ ջան, ինձ թվում է իրանք էլ են հասկանում, դա այնքան մերկապարանոց մեղադրանք է, ինչ կազմակերպիչ, ինչ կատարող, ինչ օժանդակող, Միքայելն էլ իբրև օժանդակող է։ Իրանք էլ են ամեն դեպքում հասկանում, mən դա կարող եմ ասել, որ սա դատական վախճան չի ունենալու, սա ճակատագիր չունեցող գործ է։ Բնականաբար պետք է այդ կազմակերպիչը ինչ-որ գործողություններ արած լինի, չգիտեմ, կազմակերպչի համար օրենսդիրը հատուկ սահմանում է, չէ՞, ինչ պետք է արած լինեն։ Չկա ոչ մի բան։ Այս մարդիկ իրար ընդհանրապես չեն ճանաչում։ Որևէ կապ չկա։ Ես այսքանով ավարտեմ, մոտենամ ծնողների։